Բագրատ Սրբազանի և Սրբազան պայքարի մյուս մասնակիցների գործի հերթական դատական նիստը այս շաբաթ ևս հետաձգվեց մեղադրյալների և պաշտպանների բացակայության պատճառով։ Իգոր Սարգսյանին ու Կարո Օկոպմուշյանին ոստիկանները չէին կարողացել բերել դատարան, որովհետև ոստիկաններին գործ ուղղել էին Էջմիածին։ Սակայն Բագրատ Սրբազանը հասցրել է խոսել եկեղեցու շուրջ տեղի ունեցողի և այսօրվա հավաքի մասին։ Սրբազանը կոչ է արել գնալ և կանգնել մայրաթոռի կողքին։ Եվ սա վիրավորանքը ուղղակի անթույլատրելի է եւ դա գալիս է բարձրագույն ղեկավարության իր կամքը թելադրած կատարելու, այսպես կոչված ղեկավարության կամքը թելադրած կատարելու սկզբունքից։ Մարդիկ ծառայության մեջ են, հանել տարել են ուրիշ տեղ, հետեւաբար ծառայություն չկա, հետեւաբար մարդիկ չկան եւ հետեւաբար գործընթացը չկա։ Սուրբ Էջմիածնում այն ինչ որ տեղի ունենում այդ խայտառակությունը, ամոթը, գնացեք Սուրբ Էջմիածին։ Գնացեք, մասնակցեք, ձեր աջակցությունն ու զորակցությունը հայտնեք, իմ խնդրանքն ու հորդորն է ձեզ, ես անձնապես չեմ կարող, հենց այդ նպատակով էլ մենք կալանավորված ենք։ Բագրատ Սրբազանը Գերագույն հոգևոր խորհրդից եպիսկոպոսների հեռացնելու որոշումը որակել է շատ ճիշտ, տեղին և սպասված։